Ես չեմ հիշում նման խոսակցություններ իմ հոր հետ։ Մեծ ֆիլմ։ Սեդրակ Քոչարյանի հայրը Սարգիս Քոչարյանը Դաշպուլաղ գյուղի քահանան էր։ Երկու մասից։ Ընտանիքը ամբողջությամբ այնտեղ էր ապրում, բացառությամբ 1-2 ամսվա, երբ Բելան վիրավորվել էր։ Ինքը ինձ զանգեց եւ խնդրեց, որ ես այդ հարցը իրեն համար լուծեմ։ Շատ ցավալի էր այդ ամենը տեսնելը։ Ինձ համար առաջի ազդակը եղավ, երբ գունդը գրավեցին։ Այն ժամանակ, երբ Սեդրակ Քոչարյանի հետ հանդիպեցինք, նախագահ Քոչարյանն արդեն մի քանի օր ինչ կալանավորված էր։ Դա հենց այդ գիշերն էր, այդ գիշերային նիստը, որ հետո պարզվեց, որ իրար զանգում են հեռախոսով։ Իսկ Քոչարյանի հետ կապված ինչ կանոնություն կա, Քոչարյանը կլինի։ Մենակ էի, շատ փոքր խուցում, 7.5 քառակուսի մետր էր։ Ռուսաստանի նախագահան այցելեց, ինքը այսպես աթոռները դրեց, ասեց Լևոնովնա նստեք, խոսենք։ 3-4 հոգի ենք սենյակում, երբ որ ինքը 5 րոպեվա մեջ նկարագրեց ինչ է իրավիճակը։ Նախագահի անվտանգության ամենալարված շրջանը 44-րդ պատերազմ։ Այդ պատերազմում մենք չպետք է պարտվեինք։ Պարտվելու պատերազմ չէր։ Եվ այդ չոր, ռացիոնալ տրամադրությունը փոխանցել մեզ։ Ռոբերտ Քոչարյան։ Ինչպես որ կամ։ Շուտով։